Առաջինը սովետը քանդվում էր։ 91 թվականին Չեչնիայում արդեն երկու կառավարություն կար։ Ուժեղի բանի կողմից են այդում սովորելու։ Թույլի կողմից սովորելու հազվադեպ է լինում, ինքը սկսեց եղբայրություն անել այն վաղ, երբ որ անճարությունից դրդված հայերի հետ կապ հաստատեց, որտեղ միջև այդ ինքը մաքսիմալ աջակցում էր թուրքերին, սովետական տեխնիկան զիբիլա, արևմտյան տեխնիկան օքեյ, չկա այդպես բան, մի օր կբացատրեմ։ Այսինքն կռվելու չէին եկել, Բորդուր հիմա ներկում են հատուկ աշխատակիցները։ Ազգ բանակ են ուզեցել ունենան։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր մեր հերթական ոդկասթի օրն է, հայր եւ որդի Վարդանովներ։ Կուզենամ հիշեցնեմ, որ շատ ակտիվ եղեք, մեկնաբանություններում լայքեր դրեք, եթե ձեր դուրը չի գալի դիզլայք դրեք, կիսվեք։ Եթե ուզում եք շարունակական լինի այս հաղորդումը, մեկնաբանություններում դեպքի Patreon-ն է դրված լինելու։ Մասնակցեք Ոմայի պարապմունքներին, եթե չեք կարողանում ֆիզիկապես, կարող եք ֆինանսավորել այն մարդկանց, ովքեր կարողանում են, բայց ովքեր կարողանում են, բայց չկա, մեր պարապմունքների մեծամասնությունը անվճար է։ Եվ միջնորդավորված Ոմայի միջոցով դուք օգնեք այն մարդկանց, ով չի կարում, իրենց պարապմունքները, ասենք, կարճ ասած, ֆինանսավորեք։ Միավորվեք, որպեսզի դառնանք ազգ բանակ ու կառուցենք մեր երկիր ամրոց։ Այսօր խոսելու ենք ռուս-չեչենական առաջի պատերազմի դրվագներից մեկի Գրոզնի քաղաքի առաջին ու ամենամեծ պաշարման մասին։ Պաշարում անգամ չէ, ինչքան գրոհ, որը սկսեց 94-ի վերջի օրը։ Դեկտեմբերի նոր տարվա նվեր արեցին չեչեններին։ Ինքը ունի իհարկե նախապատմություն, կարճ կարելի է բան անել, որն է իր նախապատմությունը։ Նախապատմությունը մենա, որ արդեն 91 թվականին Իչկերիա պետություն էր ստեղծվում Չեչնիայում։ Առաջինը սովետը քանդվում էր։ Սովետը քանդվում էր, երևում էր բաց, ասենք, պարզ աշխարհ։ Ամենտեղ երևում էր ու 91 թվականին Չեչնիայում արդեն երկու կառավարություն կար, սովետական կառավարությունը ու Չեչնիայի անկախ Չեչնիայի կառավարությունը, որը կոչվում էր Հանրապետություն Իչկերիայի Հանրապետություն էր կոչվում։ Այդ ժամանակ նախագահ էր ընտրվել Դուդաևը, որը սովետական առաջի չեչեն գեներալն էր, ինքը միակ, չէ՞ ոնց որ։ Միակ գեներալն էր, դրանց ավիացիայի գեներալ էր, իրան ակսակալները, առաջնորդները գյուղերից ու տոհմերից հավաքվել գնացել, զորամասից կարելի ասել տարել են, ինքը կարծեմ Պրիբալտիկա էր ծառայում, Մերձբալթյան երկրներից։ Իմիջայլոց Չեչնիայում չէր ծնվել ինքը, աքսորված չեչեններից էր։ Ուղղակի ճանաչված տոհմից էր, որ ասենք այդ տոհմը նորմալ էր, էլի, ասենք, այնպես չէր, որ մերժված էր կամ եսի ինչ էր։ Բայց բացի ճանաչված լինելուց միակ գեներալը սովետական միության, դա արդեն ամեն ինչ ասում է, իրան հիշում էին։ Գեներալ էր եւ ինչա կատարվում, ուրեմն Իչկերիայի ժողովուրդը քիչ թե շատ վարակված էր բանով, սեպարատիզմով, ոնց որ սովետական միության բոլոր ժողովուրդները, բոլոր առանց, ասենք, բացառությունների էլ չթվարկեմ, որոնք անկախ կյանք, եթե չէին ուզում, գոնե իրանց ավտոնոմիայի, ասենք, բանի բարձրացում էին ուզում։ Ինչ էր անում, ասենք, Դուդաևը։ Առաջի հերթին ինքը բան արեց, սկսեց իշխանությունը ամրապնդել եւ այն ռուսամետ ուժերը, որը որ իրենց կարծիքով ռուսամետ էին, ոնց որ ասած ներքևի Չեչնիայի, իրանց սկսեց հալածել ուժային կառույցներից, ասենք, դուրս հանել, այդ վաղ պաշտպանության նախարարություն չունեին, բայց ունեին ներքին գործեր եւ KGB-ի պահեստները բան արեցին, նվեր ստացան Ռուսաստանի կառավարությունից, բանակային պահեստը, ուրեմն իրենք կարծեմ երկու բանակի պահեստ, որը որ հարավային եւ հյուսային Կովկասի, ասենք, բաներից, զորամասերից կամ պահեստներից հավաքել բերել էին Չեչնիայի տարածք, դեռևս 89-90 թվերին, ուրեմն այդ պահեստները Ռուսաստանի կառավարության հետ, Գրաչովի հետ պայմանավորված կես արեցին, կեսը իրանց, կեսը Ռուսաստանի բանին։ Փաստորեն զենքի խնդիր որպես այդպիսին իրենք չունեին։ Ի տարբերություն հայերին, որոնք որ հենց 91 թվականին
եւ 92 թվականին դեռևս օգտագործում էին ինքնաշեն զենքեր եւ միջև պատերազմական այդ փուլը ավարտելը Հայաստանում որսորդական զենքեր օգտագործվել են, ասենք որսորդական կարաբին, որսորդական հրացանդ եւ այլն, ասենք։ Չեչենների նույնիսկ մեծ թվով ավիացիա էր մնացել 250 ինքնաթիռ, որը իրանք իհարկե չկարողացան օգտագործել, որտեվ շատ արագ բացի այդ ոչնչացրին այդ ինքնաթիռները։ Այդքան օդաչուել չունեին։ Կապ չունի, որ Դուդաևը շատ լավ օդաչուեր, ինքը չէր կարա մենակը վեր 250 ինքնաթիռ քշել։ Ինքը դիվիզիայի հրամանատար էր, ինքը ոչ մի հատ չէր կարողանա քշել, որտեվ բանա։ Չէ, ինքը շատ լավ օդաչուել ա եղել, դե այդ ժամանակ նախագահ էր, արդեն չէր։ Այդ եմ ասում, ինքը արդեն դիվիզիայի հրամանատար էր դրանից առաջ, իսկ այդ վաղ նախագահ լինել։ Բայց ասա, մինչև 94 թիվը դե փակել էին օդային տարածքը Չեչնիայի, Դուդաևը ինքը վարելով ինքնաթիռը դուրս է եկել Չեչնիայից ու առաջի թռիչքը կատարել է դեպի Սաուդյան Արաբիա, ինչքան գիտեմ, ու դրանից հետո արդեն որտեղ ուզում թռնում էր, գնում էր բանակցությունների, ինչը շատ էր ջղայնացնում այդ ժամանակվա նախագահին Ռուսական Ֆեդերացիայի Ելցինին, ու որոշեցին հարցերը լուծեն, հույսները դրել էին օպոզիցիայի վրա, իսկ օպոզիցիան գնալով շատանում էր, քանի որ Դուդաևը մի քանի կառավարություն էր արդեն փոխել, տարբեր պատճառներով, գողությունների, չարաշահումների, ու այդ ամեն մեկի հետևը մի հատ մեծ ընտանիք էր կայնած։ Ու արդեն հավաքվում էին ընտանիքներ, տոհմեր էին հավաքվել, որոնք որ հակադուդաևական էին, այսպես կոչված կեղծ նարատիվ էր օգտագործվում, պրոռուսական չէին։ Իհարկե կային պրոռուսական կամ Մոսկվայի կողմը բռնած ուժեր, բայց կային ուժեր ուղղակի, որոնք որ հեչել պրոռուսական չէին եւ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ իրանք ռուսական կառավարական զորքերի դեմ պատերազմում էին, բայց հակադուդաևական էին դառել, որտեվ իրանց Լագյանից մի քիչ հեռացրել էին։ Ծանոթ պատմություն է հայերի համար, էլի ասենք։ Կարելի է շեշտել sense մի բան, ուրեմն չեչենական կամավորական տարբեր վաշտեր եւ գումարտակներ այդ ժամանակ աչքի ընկան տարբեր կոնֆլիկտներին մասնակցելու։ Պատերազմական Ղարաբաղյան Արցախյան առաջի պատերազմին է մասնակցել ադրբեջանցիների կողմից։ Ինքը միակ հրամանատարը չի եղել այդ ամենահայտնիներից է ինքը։ Չէ, ինքը այդ գումարտակի միակ հրամանատարը չի եղել, ռոտացիա են արել, ասենք, որտեղ իրանք ուսումնական նպատակով են եկել։ Կեղծ նարատիվները, մուսուլմանական եղբայրություն, այտենց բան չի եղել, դա ժամանակի ընթացքում որոշ պատերազմող կողմերի որոշ օդիոս ֆիգուրաներ փորձել են խորացնել կրոնական երանգներ տան, բայց հիմնականում չեչենները ուղարկում էին սովորելու։ Մարտական սովոր, ոնց որ կորեացիք, հյուսային կորեացիք, կարծիք կա մինչև 10,000 հոգի մարդ ուղարկել էին Կուրսկի մարզի տարածքում ռուսական զորքերի կազմում պատերազմելու։ Ոնց որ մեր շատ սիրելի հարևան ադրբեջանցիները Սիրիայում ռոտացիայով մարդ էին։ Չեչնյան հասկանալով ինչա կատարվում, ի տարբերություն, ասենք, Հայաստանի Հանրապետությունից, որը կարար Սիրիա ուղարկեր, ասենք, ոչ թե 60 հոգի մարդ, այլ 600 կամ 800, հաշվի առնելով, որ հայկական մեծ համայնք կար, համայնքը պաշտպանելու նպատակով, փորձ ձեռք բերելու նպատակով։ Ես հիշում եմ, այդ ժամանակ դու պնդում էիր, որ ավելի շատ ուղարկեին։ Ես պնդում էի եւ ինձ, ասենք, նույնիսկ հաթաթա էին տալի այնց տարբեր կառույցների։ Դա մեր կռիվը չի։ Չէ, դու ինչ ես խոսում, դու ոնց ես համարձակվում, հենց այտենց իմ երկրին պետք է, իմ այն բախտել էի խոսում, դա 15 կարծեմ թվականներ Լաթաքիա, երբ որ արդեն 14 Լաթաքիայի սահմաններին էին հասել այդ ժամանակ, Քեսաբը գրավել էին, դա անհրաժեշտություն էր, ես կարիքը կար, պնդում էի նույն ձևով։ Իմիջայլոց նշեմ, որ այնտեղ հայկական ստորաբաժանումներ կային, հայերից կազմված ստորաբաժանումներ, որոնք ինքնապաշտպանական մարտեր վարում էին ու իրանց հաստատ օգնություն պետք էր։ Հիմա եթե Չեչնիա անդրադառնանք նորից, ուրեմն
որ կոնֆլիկտների մեջ են չեչենական կամավորները աչքի ընկե։ Ուրեմն Արցախ ուղարկվել էին մեր դեմ պատերազմելու մի գումարտակ ռոտացիայով, ոնց որ ասեցի, Վաղինակի հիշատակած Շամիլ Բասաևը հետագայում կռվեց նաև Աբխազիայում, չեչենական գումարտակ կար Աբխազիայում վրացիների դեմ կռվելուց։ Հավատացնում եմ ձեզ, իրենց համար այտենց մի տարբերություն չկար Չեչնիայի կողմից, Աբխազիայի կողմից կռվեն, թե Վրաստանի կողմից։ Ուղղակի քանի որ ուսումնական նպատակ ավելի շատ հետապնդում միշտ ուժերի բանի կողմից են այդում սովորելու։ Թույլի կողմից սովորելու հազվադեպ է լինում, դա հիմնականում չի լինում, դա գաղափարային է հիմնականում, երբ որ թույլի կողմն են կայնում, արդարամտություն եւ գաղափարախոսություն։ Իսկ Աբխազիայում պարզ էր, որ չնայած վրացական ուժերը վերեսեղմել էին աբխազական ուժերին հյուսային սահմանին եւ սարերին, պարզ էր, որ Ռուսաստանի, ասենք, դաշնությունը, իդեպ միանգամից չեչենները այնտեղ չեն հայտնվել։ Երբ որ Ռուսաստանի դաշնությունը, ատպուսկնիկ, դեսանտնիկ, եսիմինչ sense ուժեր, կազակները Պրիդնեստրովիայից բանից, ասենք, սկսեցին գալ եւ ուժեր կուտակվեց բավականին հզոր, այդ վաղ Կոնֆեդերացիա Նարոդով Կովկազը, то есть Կովկասյան գումարտակը, որը նաև մեր դեմ մի վաշտ է ուղարկել, Աբխազիայում կռվեց աբխազների կողմից, եւ չեչենական գումարտակ, որի հրամանատարը այնտեղ անփոփոխ եղել է Շամիլ Բասաևը։ Պատերազմեցին նաև չեչենները Տաջիկստանում, իրանք վովչիկների կողմից էին, այնտեղ պայմանական վովչիկ-յուրչիկ էին ասում, յուրչիկները այսօրվա Էմամալի Ռախմոնովի եւ ասենք իրենց աջակցող Ուզբեկստանի, Ռուսաստանի կողմնակիցներն էին, Վովչիկները օպոզիցիան էր, որը հետո գնալով մի մասը բարիշեց, հետ կառավարական ուժերի հետ, մի մասը ավելի ծայրահեղական դառավ եւ տեղափոխվեց Աֆղանստան։ Ուրեմն չեչենները այդտեղ եղել են Վովչիկների կողմից չէ, մուսուլմանական ծայրահեղական, ոնց որ ասած, ոչ ծայրահեղական, բայց մուսուլմանական դրոշի կողմ։ Իրանք եղել են ռուսական էլի ուժերի կողմից, ուժեղի կողմից, Ռուսաստան, Ուզբեկստան եւ ասենք Տաջիկստանի արևելքը, հարավ արևելքը, հյուսիս արևելքը, կարճ ասած, ուժեղի կողմից։ Այդ ամեն ինչը իրենց թույլ տվեց, որ իրանք մարզված, պատրաստված մինիմում գվարդիա ունենան, որը պրեզիդենտական գվարդիայի տա, անվան տակ եւ հատուկ օմոնական, ասենք, միլիցիայի զորքերի անվան տակ, բավականին լուրջ խմբավորում ձևավորեն, ասենք, մինչեւ 2000 հոգի։ Թվերը շատ մեծ է նշվում, Գրոզնիի ժամանակ 10-ից 10 դա ոնց որ 20 թվականի, չէ, ինչ սպեսնաս, 20 թվականը հիշի սեպտեմբեր, 56 հոգի Ոմայում պարապած քիչ թե շատ մարզված անձնակազմ եւ 400 հոգանոց գումարտակ, ասենք 157 գումարտակը, որ դու Վաշտի հրամանատար ես եղել, այդ գումարտակը այդ 56-ի շուրջ հավաքվել է եւ 56-ը եղել է կաստյակը։ 2000-ի շուրջը հավաքվել է 10000 մարդ։ Այո, 5-ից 10000 մարդ։ 5-ը ակտիվ միանշանակ մասնակիցներ, եւս 5000 հոգի, որոնք ոնց որ ասած կիսաստիպված են եղել եւ հնարավորություն են ունեցել դադարել են պայքարել։ Գրոզնի գրոհի ժամանակ ռուսական աղբյուրներն են իհարկե նշում, չեչենական աղբյուր չկա, նշում են մինչև 15000 հոգի իրենց դեմ իրանք իրենց գլխին բերեցին անգրագետ, ասենք, պատերազմելով, պետք է մի ձև արդարացնեին։ Ինձ թվում է էլի սա հույսը դրել են, որ հեսա տեխնիկայով կգան, կվախենան, կփախնեն, չնայած արդեն փորձ ունեն իմիջայլոց, որ տենց չի լինել։ Նոյեմբեր ամսին արձակուրդ գնացած զինվորականներից հավաքել են մի հատ մեծ գումարտակ տանկային առանձին գումարտակ, որոնց որ հիմա Ուկրաինայում անում էին, այդտենց մի հատ BTG են հավաքում։ Ու իրանց վրայից տարբերանշանները պոկած, գալիս են օպոզիցիայի կողմից, ուղղակի իրանց մեծ մաս տանկերին ոչնչացրել են ու մեծ մասինը գերեվարել են։ 300 հոգի, հա, կարծում։ Ստիպված Գրաչովը հելավ ասաց, մենք կապ չունենք, Ելցինն ասաց, մենք կապ չունենք, իրանց զինվորականներից իրենք հրաժարվեցին։ Չնայած բոլորը նշում են, որ մենք Ռուսաստանի Դաշնության զինված ուժերից ենք։ Հա, ուզում եմ ասեմ,
հիմա մի բան ավելացնեմ, որ նման հատուկ գործողություններում դա նորմալ պրակտիկա է, երբ որ պետությունը հրաժարվում է հատուկ գործողությունների մասնակիցներից, ասելով իրանք մերոնք չեն։ Սկանդալի մեջ էին հայտնվել, որ շկարում էր իրենց ժողովրդին ազգ չասեմ, որտեղ տարբեր ազգություններ կան Ռուսաստանի Դաշնությունում, ոչ իր ժողովրդին էր կարող պատասխան տալ, ոչ միջազգային հանրությանը, ոչ Իշկերիայի հանրապետությանը, թե այսինչ ակցիա էր, դրա համար հրաժարվել են, ասել են օպոզիցիան է վարձել իրանց։ Իսկ ընդամենը իրանք քաղում էին ապուշ քաղաքական ղեկավարի, ասենք հայտարարության հետևանքները հայտարարությունների եւ քաղաքականության, որը կարճ մի հայտարարությունով կարելի է նկարագրել, այդ ԵԲՆ-ը Ելցին Բորիս Նիկոլաևիչը ասել էր, բանա վերցրեք սուվերենիտետ այնքան, ինչքան կարող եք։ Դա սովետիկ հանդվելու ժամանակ։ Հանդվելու պահին։ Բոլորին հորդորել էր բոլոր ազգերին ու բոլորը սկսել են վերցնել ինչքան կարողանում։ Ինչքան կարողացել են, դե չեչենը այդքան էր կարողացել։ Ու ասեմ, այնտեղ խնդիրներից մեկը, ինձ թվում է կարող է Կարանային ռազմականին չդիմեին, այսինքն բանակցությունների միջոցով այդ հարցերը լուծեին Իշկերիայի հանրապետության հետ, որը իմիջիայլոց ոչ մեկի կողմից չի ճանաչվել երբեք, իրենց անկախությունը, բայց բանակցում էր Դուդաևի հետ պաշտպանության նախարարը, որը գեներալ բանակի գեներալն էր, ինչ էր Կրաչովը, չէ, որը արդեն միթավոր էր դիտվում, որովհետև շատ ուղղամիտ են զինվորականները ամեն դեպքում։ Բացի դրանից, ապեր, ուղղամիտ Կուտուզովը լինելով, ասենք, զորավար ու սաղ կյանքը բանակում անցկացրած, բանը 19-րդ դարում հնարամիտ դիվանագետ էր։ Այն ժամանակ մի քիչ ուրիշ էր։ Հիմա շատ են բաժանը դիվանագետը առանձին զինվորական նեղացրել են մասնագիտությունները։ Իսկ այդ անգամ էլ համաձայն չեմ, ստե կոնկրետ Գրաչովի ֆակտորն էր, որովհետև Գրաչովը բացի դրանից, որ գեներալ էր, ինքը սովետական այն զորքերում էր ծառայում, որտեղ գեներալի մաքսիմալ աճը այդ զորքերի տեսակի բանն ա եղել։ Ինքը միակն ա եղել, ով այդ զորքերի տեսակից ավելա պաշտոն ստացել, то есть դեսանտնիկ ա եղել ինքը, դեսանտային զորքերի, ասենք, գեներալ ա եղել, ինքը վարձահատույց ա ստացել, իրեն վարձահատույց են եղել, Գորբաչովին տապալելուց ԵԲՆ-ի կողքը, Ելցինի կողքը կայնելու համար եւ ինքը մաքսիմալը խախտել ա, ոնց որ ասած, ինքը դեսանտնիկները մի քիչ բան են, էլի, ուժին զոր տվող ժողովուրդ են, ուժ, то есть բանն է, էլի, ուժային կառույցեր, այ բանա շտուրմավիկ էին, գրոհայիններ էին, սենց ասեմ, էլի։ Շփոթել, ասենք, ուրիշ զորքի տեսակների հետ, որոնք որ նման հագուստ էին հագնում, դա նորմալ պրակտիկա է, բայց իրենք շատ տարբեր էին, օրինակ դեսանտային հագուստ հաճախ օգտագործող սպեցնազի հետ չէր կարելի համեմատել, որովհետև սպեցնազում հակառակ բաներ, պրոցեսներ էր եթում զորքերը կազմելուց եւ մարտական պատրաստություն տեսնելուց եւ մարտական կիրառելուց սպեցնազը դա հիմնականում ուղեղ եւ մկան, որը որ այդ ուղեղը մի կերպ սպասարկի։ Իսկ դեսանտային զորքերում հիմնականում ուժ, բիրտ, ու այդ բիրտ ուժի կրողը խոսքի 25-30 տարի այդ բիրտ ուժով առաջնորդվող գեներալը դարել էր բան պաշտպանության նախարարություն։ Ամեն դեպքում ես կմնամ իմ կարծիքին, բայց դա ավելացնում է, բայց մեկը զինվորականը չպետք է դիվանագիտությամբ ռազմադիվանագիտական կորպուսը ինչ անենք, դա առանձին է իրականում, որտեղ որ չկա այդպես առանձին զորքի տեսակ, գիտես։ Այդ մարդիկ գնում հատուկ դիվանագիտական կուրսեր են անցնում, իսկ պաշտպանության նախարարը, որը նոր զինվորական էր, մյուս օրը նվերաստացել այդ պաշտոնը, ինքը չէր կարա դրանով զբաղվել։ Իդեպ, հայրի հարազատ Գրաչովը, որը Վազգեն Սարգսյանի հետ եղբայրություն էր անում, իդեպ ինքը սկսեց եղբայրություն անել այն վաղ, երբ որ անճարությունից դրդված հայրի հետ կապ հաստատեց, որտեղ միջև այդ ինքը մաքսիմալ աջակցում էր թուրքերի, որովհետև թուրքերի մոտ դեսանտային 104-րդ դիվիզիան էր կայնած, բնականատեղ կայնածա, սպաներին հրամանատարական կազմին թուրքերը ավեսով կերակրում էին եւ Գրաչովի օրոք եղել է ատմաշկա, թույլ տվություն, իսկ միգուցե անմիջապես հրամանատարվել
թուրքերի մոտ Բաքվի հանրապետության տարածքում անկախ ռուսական զորքեր, անկախ Ռուսաստանի զորքերը 23-րդ մոտոհրաձգային, 60-րդ մոտոհրաձգային դիվիզիաները եւ 104-րդ դեսանտային դիվիզիան գրոհ են հայկական ուժերը եւ 92 թվականի հունիսին հայկական ուժերը հարվածի ենթարկվեցին, գրավվեց, մեր ձեռից խլվեց եւ օկուպացվեց ռուսների օգնությամբ, թուրքերին փոխանցելով ամբողջությամբ Շահումյանը, մեծ մասը Մարտակերտի, կեսը Ասկերանի, մի քիչ գյուղեր Հադրութից եւ բանից Մարտունուց եւ այդ նույն Գրաչովի հրամանով նաեւ 60-րդ դիվիզիայի արտիլերիան փորձում էր բանաներ խափաներ Լաչինի Միջանսկ, բայց հետո որ կարծիքը փոխեց, նշանակում է տեսավ ուժեղը մենք ենք։ Չէ, թուրքերը իրան ուղակի ռուսական բանակը վտարեցին։ Կուրսը միանգամից թեքվեց դեպի, ասենք, ինչ որ ուղղության վրա, ինչ որ ուղղությունը որն էր, եթե երկու հակամարտություն են դեպի Հայաստան եւ Հայաստանին վերջապես պայեսները բացեցին եւ սկսեցին, ասենք, մեր տարածքում գտնված այսպես կոչված ռազմական ժառանգությունը փոխանցել, որը որ մեծ համեմատաբար Հայաստանում զենքը ավելի քիչ էր 3 անգամ, քան ասենք Չեչնիայի տարածքում, որը այսքան փոքր էր, էլի մեզանից, մանավանդ Ինգուշետիայից անջատելուց հետո շատ էր փոքրացել, բայց այնտեղ զենքը ավելի շատ էր։ Դե խնդիրը դրանում էր, որ առաջի գիծ էր համարվում Հայաստանը, Մենակ դա չի, այլ նաև այն, որ Անդրկովկասյան այդ վայանի օկրուգից զենքերի հսկայական քանակ տեղափոխվեց Թիֆլիսից եւ շրջակայքից Թիֆլիսի տեղափոխվեց Չեչնիա, որովհետեւ իրանք կամած Բաքվի հանրապետության օրինակով տեսան, որ իրանք Վրաստանն էլ են կորցնելու հեսա 92-ի աշնան սկզբին իրանց վտարեցին բանից, Բաքվի հանրապետությունից, իսկ հետո 1-2 տարի հետո Վրաստանից։ Տենց էլ եղավ էլի, ասենք, դες իրանք ճիշտ էին ռաշոտ արել, բայց սխալ ռաշոտ էր տանել Չեչնիա։ Լավ, երևի սրանով նախապատմությունը ավարտենք ու հետ գանք արդեն Գրոզնի գրոհի պահին, ինչ էր կատարվում, Ելցինը հրաման էր տվել, որ ուզում ես միանգամից քաղաքական վիճակը, դե արդեն նախաբանի մեջ բանային կարի գոնե մի քիչ, դուք կամ ես ներկայացնենք ռուսական ուժերը, ես ներկայացնեմ։ Ներկայացրա, որտեվ այդքան բաները ես չեմ հիշի, մի քանի բրիգադ ու մի քանի գունդ է մասնակցել, ընդհանուր 15,000-ի մոտ մարդ է եղել։ Տեխնիկայով ավելի քանակով։ Ավել 15,000 գրողն է, իրենց սպասարկել են 3,500 հոգի։ Ավել 15,000-ից, ուրեմն 6,000-անոց խումբ ա եղել, 4,000-անոց խումբ ա եղել, 2,500-անոց խումբ ա եղել եւ 2-ից 5,000-անոց խումբը, որի թիվը տենց էլ կոնկրետ չի նշվում։ Բաժանված է եղել մի քանի 4 ուղղությամբ, հարավ չի եղել այդ ժամանակ։ Հյուսիս, արևմուտք, արևելք ու հյուսիս-արևելք է եղել։ Հարավ չի եղել։ Հարավ չի եղել, հետագայում երբ որ այդ օպերացիան Պրավալա գնացել, քանի որ Գրաչովը հրաման էր տվել մեկ օրվա մեջ Գրոզնին վերցնեն, ասում են ուզում էր ծնունդին նվեր ստանել, ինքը հունվարի 1-ին է ծնվել, դեկտեմբերի 31-ին օպերացիան կապում են ուղղակի, կապում են, ընդհանրապես իմաստը այն էր, որ մարդիկ սովետական միությամբ քաղաքացի լինելով, թեկուզ նախկին նոր տարուն, անկախ դրանից մուսուլման են թե չէ, պիտի տանը լինեն, որտեվ դա ընտանեկան տոն էր եւ զգալի մասը այդ բաների, գրոհայինների, ռուսները ասում էին բայևիկներ, կետային իրանց գյուղերը, փոքրիկ քաղաքները, Գրոզնիից շատ-շատերը կբացակայեին։ То есть ենթադրվում էր ռուսական արդեն ФՍԲ-ն ձևավորված, ԿԳԲ-ն քանդվել էր, մասնատել էին, ФՍԲ-ն զեկուցել էր սխալ տեղեկություններ, որ 2/3-ը այսպես ասած աղքատ աուլների ժողովուրդներից է բաղկացած։ Գրոզնին ինտերնացիոնալ քաղաքը
եւ ինտերնացիոնալ քաղաքը, որը բնակչության մոտավորապես 1/3-ն էր, ինքը չի մասնակցում գրեթե այս ամեն ինչին, որովհետև Գրոզնիում հիմնականում խազվել էին նաև տեյպային տոհմական կապերը տեղ ապրողների միջև։ Ու ինչ է կատարվում։ Դա Ելցիններ 2-3 օրվա հրամաններ տվել, որ 2 օրվա մեջ գրավեն։ Դա սա խոսակցությունները։ Բանը ու ընդ խնդիրը ոչ թե քաղաքը, այլ կոնկրետ շենքեր էր նշվել, որը պետք է գրավվեր։ Իսկ նախագահական պալատը շատ արագ գրավվեր, ասենք, մի քանի բան, ճիշտ ես ասում։ Դուդաևին պետք է հրապարակներ, շենքեր, ու ասել են, որ բնակչությանը, այսինքն ուրիշ շենքերի չկպնեն։ Դա էլ ավելի շատ խոսակցություններ, Դե հիմա ռուսները իրենց հարմար ձևով են։ Բնական է, պատուանից եթե կրակում են։ Դե Ինչքան էլ ասես չկպնեն, ինչ է կատարվելու։ Դե փաստացի խնդիրը ուրիշ ձևի է դրված եղել։ Այդ բանը, եթե իրենք զաչիստ կեքով, այդ մաքրելով, շենք նայելով գնային, դա արդեն բանը Գրոզնին իրենց գրավելու համար նման կերպով պետք է գար մի ամիս։ Իսկ խնդիրը շատ արագ լուծելն էր, ոչ թե 1-2 օրում։ Դրա համար հրաման էին ստացել խմբավորումները, ուրեմն արագ դուրս գալ ինչ-որ հատված, բլոկպոստ դնել, դուրս գալ ինչ-որ հատված, բլոկպոստ դնել ու գնալ պարալիզացնել, ձերբակալել իշխանությունները։ Մեծ տարածությունները, օրինակ Երկաթգծի կայարանը գրավելու խնդիր ունեին, ինչի համար երկաթգծով բերվեր ավելի շատ զորք, անհրաժեշտության դեպքում զորքերի տեղաշարժը, ռոտացիա, սնունդ, մատակարարում երկաթգծով շատ ավելի հեշտ էր։ Դուք խնդիրը այն չէր սաղ քաղաքը գրավել, այլ Չէ, կոնկրետ մի քանի որ պարալիզացնեն ու ստիպեն դիմադրությունը կոտրեն եւ ձերբակալեն, ոնց որ ասած, մեղավորներին, որովհետեւ այդ մեղավորները եթե քաշվեին, մեղավորները դա իշխանությունները Չեչնիայի, որ եթե քաշվեին սարեր, դա պատմություն էր դառնում, կամ էլ աման փախնեին արտասահման, տենց բաներ էր հանգարց ու հանգարց հետագայում պատմությունը ցույց տվեց, որ Գրոզնին վերցնելով ոչ մի բան չի փոխվել։ Ուղղակի հա, չնայած չէ, լավ էլ փոխվել է։ Զինվորական ընդհարումներ չէր գնում, արդեն պարտիզանական կռվի ձևին էին անցել։ Մասնատվեց դիմադրողների բանը, որովհետև եթե սկզբից իրենք ինչ-որ ծրագրով էին անում առաջնորդվում, Դուդաևը ոնց որ ընդհանուր հրամանատարը, Մասխադովը, Ասլան Մասխադովը շտաբի պետ ու իրանք այդ շտաբի բանը ծրագրերով էին բանանում, այնտեղ արդեն կամաց ծայրահեղ մուսուլմաններ ձևավորվեցին, սկսեցին բաներ գալ։ Արդեն ինչքան նախ բանից զրկվեցին, գումարներից զրկվեցին իրանց, այսինքն պետական բյուջե ասած իսկ կտրվում էին իհարկե, որը շատ լուրջ նավթ ունեն իրանք, ինչ-որ բյուջե ձևավորում էր, ստիպված արդեն այնտեղ Չեչնիայում անցնում, որոնց վրա կիպիցիլնիկներ էր դրած, սամավար էին ասում կամ կիպիցիլնիկ, то есть անմիջապես սարքեթում էր, հենց այդ նավթով վառվում էր ու ռեկուպերացիա էր ելնում, ինչ էր ելնում, բենզին էին ստանում։ Իսկ դրանից հետո երբ որ զրկվան այդ ամեն ինչից, արդեն դրսի բաներ գալի, Ալ-Կայդան մտավ եւ ուժեղացան տարբեր դրսի կողմից, ասենք, այդ ժամանակ Խատաբը թափ ստացավ, ով որ ֆինանսիստներ համարվում, ինքը Հորդանանում ծնված, բայց ինքը դրանից հետո էլ եկավ, այնպես չի որ Չեչնիան բանա Գրոզնին պաշտպանելու առաջի օրերը ինքը չէ, ինքը այնտեղ չի եղել, բայց չէ, Գրոզնիում չի եղել, բայց միջև այդ արդեն ֆռվում էր տարածքում տենց ասած։ Իրան այդքան պրախոտ հաստատ չէին տա, ինքը շարքային, ոնց որ ասած, թնդանոթի միս էր։ Թափ ստացավ ինքը, ով որ Ալ-Կայդայի մուսուլմանական եղբայրության այդ կազմակերպությունների ֆինանսիստը, կապող օղակներ ինքն էր ֆինանսներով զբաղվում։ Դա, բանա, ռազմական մասին գանք, ուրեմն ինչ է կատարվում։ Զորքերը գնում են կարևոր տեղերը բլոկպոստներ են դնում, որ իրենց թողում են հանգիստ ներս մտնեն, տանկերով, բեմպեներով։ Հանգիստ, ասենք, չէ, բայց գրեթե առանց դիմադրության։ Գրեթե առանց դիմադրության ու առանց զոհերի, առանց վիրավորների, թեթև ընդհարումներով առաջանում են։ Եվ ռուսական բանը շարժվեց նույն ձևով, ռուսական բանակը, ոնց որ 68 թվականին շարժվում էին Պրագան, ասենք, ներխուժելուց։ Տեխնիկան մցրեցին
իրենք սպասում էին, որ հեսա ժողովուրդը քհելնի անզեն, կսկսի բաներ անել, տանկերի դեմը պարկել կամ քաշքշել, ասենք տանկերին, ոնց որ Պրագայի ժողովուրդներ անում, իրանք չէին սպասում, որ կազմակերպված Իրանք սպասում էին այնտեղ, հա, դիմադրություն ա եղել։ Այն աստիճանի, ասենք, բանա լավ է ամեն ինչը կազմակերպված եղել, որ կամրջի վրա զասադի մեջ ընկած դրա բանը հյուսիս արև վելք կարծեմ խմբից բաներին գրոհային վաշտա թե գումարտակը երբ որ հարվածի տակ արևելք խմբավորումն ա եղել մոստը անցնելուց այո մոստի վրա ուրեմն իրանց բան են տեղը то есть ներվերը չի հերիքել այդեղ չեչենական խմբավորման չի թողել ոնց որ գրեթե ամենուրեք որ իրանք անցնեն զորքերը հայտնվեն շրջապատման մեջ նոր դրա համար զորամիավորումը ոնց որ ասած արևելք զորամիավորումը քիչ համեմատաբար զոհերով կորուստներով ու ամրացել է այդ իր տարածքում այդ Սունժագետի ափը դարել է իր համար ճակատ ու ճակատ պահելը քիչ թե շատ զորքերը բանային իսկ արևմուտքը շատ արագ եկավ երկաթուղային կայարանը գրավեց գրավելը որն է եկավ դիմադրություն չեկավ տեղավորվեց կայարանը ու իրանք կտրեցին արտաքին աշխարհից նաև բանը իրանք բաժանվեցին մի մասն էլ որ բանը կայարան էին գալի իրանց ասին դեպի բան էս հետում պրեզիդենտական դվարեց էս հետում իրանք ամրացան այդտեղ ու պրեզիդենտական ով արդեն գնում էր դեպի նախագահական նստավայր իրանց արդեն փողոցներում դիմավորեցին հոп գնա կայարանում ընդ բաց տարածքա լավ միշեն է սլնելու մեր համար գնա այնտեղ տեղավորվի ու դրանից հետո կայարանի օգնություն էր կանչում ու օգնությանը հասել հյուսիս խմբավորումը որոնց ճակատագրական կամ չգիտեմ բախտի բերումով չեմ կարող ասեմ չեչենների բախտնաբերը թե ինչա կատարվել կալոննայի մեջտեղից մի զրահամեքենա փչանում է սովետական ու ռուսական ցանկացած երկրին շատ է հանդիպում ռուսականի հետ դրա համար մենք է ռուսականի հետ ենք շփվում մաշվածության բանի խնդիրը դե կարա դրա մասին հաղորդում կգրենք էլի որ մարդիկ ես օրինակ երբ որ բան էին բերել էին Արցախում 20 թվականին եկան իրենց խաղաղապահ կոչվածները էլի նույն խնդիրները ունեն ես զարմանում եմ ասում եմ եկել եք գոնե ձեր թազա տեխնիկան բերեք բեմպեն եք քաշում, դա 20 թվականի նոյեմբերի 20-ի բան եմ ասում։ Բայց նաև կային ժամանակակից, այսպես ասած, BTR-ներ, եթե հիշում ես, որոնք նույն ձևով խափանվում են։ Դա շատ տարածված բան է, բոլորի մոտ կա այդ։ Ուկրաինայում հիմա կոնկրետ թե հին, թե թազա արևմտյան տեխնիկանն էլ նման պատմությունների մեջ են գնում, եւ սարքին, բայց ոչ ասֆալտին։ Ասֆալտին եւ սարքին զրահատեխնիկա հայտնվում է ռուսական բանը համենայն դեպս Մոսկվայում ցուցահանդեսում սարքին զրահատեխնիկաներ են նաեւ ներկայացված ոչ միայն խոցված այլ սարքին ամբողջությամբ դաժե մի հատ վրեկները չկրակված զրահատեխնիկան կարող է բանն է վառելիքն է վերջացել թողը գնացել են իսկ տվյալ իրավիճակում մեջտեղից կամ նույնիսկ մեջտեղից չեմ մեկը կանգնում է այս դիմացիները չեն սպասում շարժվում են թվա որ ես սովետական բանակում որ ծառայել եմ դրա համար սովետական տեխնիկան բան եմ անում փորձում եմ արտարացնել ոչ սխալ շատ սխալ բան կա մարդկանց մեջ մծրած սովետական տեխնիկան զիբիլա արևմտյան տեխնիկան օքեյ չկա տենց բան սովետականի պլյուսը այն է որ շատ հեշտ է սարքվում մի օր կբացատրեմ իսկ արևմտյանը խոսքը մի օր հաղորդում կգրենք բայց զրահատեխնիկան քանի որ ինքը մեծ է ծանր է սպասարկվում է ոչ պրոֆեսիոնալ մեխանիկների կողմից որոնք որ ասենք բանա STO ամեն անգամ ասենք չեն անցկացվում բնական է ասենք ինքը կարա փչանա բայց դրա մասին հետո Հիմա շեշտերը դնենք ոչ թե դրա վրա, որ ասենք սովետական էր փչացավ, կարա այտենց տպավորություն ստեղծվի։ Ինձ հիմա ասենք այս նախադասությունը, այս ծիրրադան ստիպում է բան անի, որ դու էլ այդ ազդեցության տակ ես։ Զենք, որը որ փչանում է, բնորոշ նման զենք ունենալ ցանկացած արտադրողին։ Դա լինի հրացան, կալաշնիկի մակարդակի ավտոմատ, թե ավելի բարձր մակարդակի ավտոմատ, թե լինի ինքնաթիռ 100 միլիոն դոլարանոց կամ 2 չէ, կես միլիարդ դոլարանոց նիվիձիմկա։ Այն
որ եկան բամբի տարեցին, ասենք Իրանի տարածքը, բոլոր տեխնիկաներին բնորոշա փչանալը, քիչ թե շատ, իսկ նման մեծ խմբավորումներ, երբ որ ասենք մտնում էին դրանից 2-3 տարի առաջ Քուվեյթ եւ Քուվեյթից հանեցին Իրաքի զորքերը, իդես շքան փչացած տեխնիկա ա եղել, պատերյաներից տանկային կորուստները, ասենք, ավելի քիչ ա եղել Իրաքի հարվածներից, քան ուրիշ է ավազների մեջ, ցեխերի մեջ հասկանալի է դա որ կարա փչանա, բայց երբ որ նոր եկել ես, է տեոմեո սաղ արած է, էլի։ Վաղո ջան, նորից եմ ասում, մի եղի զոհը պրոպագանդայի։ Պրոպագանդայի զոհ չեմ, մի մոռացե, ես էլ եմ տեխնիկայի վրա ծառայել։ Դու ես տեխնիկայի վրա ծառայել, որը ես գիտեմ, որ տեխնիկան խնամում ես աշխատում է, իսկ դա նշանակում է իրանք չեն խնամել ընդամենը։ Դու 20 տարի ավելի հին տեխնիկայի վրա ես եղել։ Քան ասենք 94 թվականի, քո տեխնիկայի հասակակից, բայց 5-10 տարեկան տեխնիկան, քոնը եղել է քանի 30 տարեկան, թե 42 տարեկան տեխնիկա եղել։ Իսկ իրանց մոտ այդ նույն տեխնիկան եղել է ապե 20 տարեկան, 10 տարեկան։ Իմ ասածը ուրիշ բան է, իրանք չեն հետևել իրանց տեխնիկային, դա է խնդիրը։ Երբ որ ես 100 կիլոմետրանոց երթ պետք է անեի, պարզա տեխնիկան երթցնելու էր։ Իմ վարորդները հատուկ բաներ էին դրել, վենտիլյատոր ասան, հիմա դու փորձում ես հայկական բանակի ճարահացյալ մի քիչ ավելի լավ տեխնիկային նայելը, համեմատես ինչի հետ, անհամեմատելիներն ես համեմատել։ Ես փորձում եմ ցույց տալ, որ այդ օպերացիան ընդհանրապես պատրաստ չեն եղել իրանք։ Ընդհանրապես պատրաստ չի տեխնիկային, Չէ, մարդիկ էլ պատրաստ չեն եղել։ Իսկ մեր մոտ պատրաստ էին խոսքի օրինակ LLTP օպերացիային, երբ որ զրահատեխնիկայի, ասենք, մի գումարտակ գնաց։ Փաստացի պատրաստ չեն եղել։ Ասածս դա է, երբ որ դու մարտական նախ հասկանանք մի բան, ասֆալտով կռվի դաշտ ոչ մեկ չի եթում։ Երբ որ բերում, ասենք, այդ տեխնիկան իջացնում են բաներից, երկաթգծի պլատֆորմաներից, եթե սամախոտ չի եկել, ասենք, ասֆալտով սամախոտ գալը ավելի լուրջ վնաս է տեխնիկային տալի, հարյուրավոր կիլոմետրեր, քան ասենք 20 կիլոմետր գրունտի վրա տեղաշարժվելը։ Հարյուրավոր կիլոմետրեր չեն եկել։ Նայած տեխնիկա ապեր, նայած։ Տեխնիկա է եղել, որ եկել է անմիջապես Գերմանիայից։ Գերմանական զորքերը դուրս ելնող իրանք գալիս էին եւ հյուսիս խմբավորման մեծ մասը ռազմածովային ուժերից են եղել։ Ես քեզ ասում եմ, պրոպագանդայի ազդեցության տակ պետք չի գտնվել։ Հենց դրանից է, ես вообще ազդեցության տակ չեմ։ Ամենայն դեպս քո ասացից է զգացվում, որ քեզ թվում է ռուսական տեխնիկան պետք է փչանար, չէ։ Կորեական տեխնիկան, որը որ ռուսական տեխնիկայի լիցենզիայի Չինաստան լիցենզիան է, նույնն չի, ինքը որակով ավելի ցածրն է, բայց աշխատում է քիչ թե շատ ավելի անխափան։ Ինչի համար, որովհետև այդքան մաշվածություն չի ունեցել, քան ռուսական տեխնիկան, որը մշտապես զորախաղեր է արել, Կորեայում զորախաղերը հիմնականում անում է Հյուսիսային Կորեայում, սպեցնազը, որովհետև Հյուսիսային Կորեայում բռնապետ մարդ է, Սամադուր, ասում է պետությունը ես եմ, ինչ ծանոթ բան է երևի, եւ իրեն սպեցնազից բացի, որը գեր նվիրված են ղեկավարությանը, մնացած զորքերին այնքան որ թեթև մարտական պատրաստություն ապետ ամերիկյան զորքերի Հարավային Կորեայի հետ կռվելու համար։ Սպեցնազը, որը նվիրված է, ինքը մշտապես գանյատների մեջ է, տանկը, պիխոտան, արտիլերիան ոչ։ Դրա պատճառով իրանց տեխնիկան լիցենզիա լինելով գալիս են հասնում են, ասենք, Կուրսկու ավելի լավ վիճակում են, քան ռուսական զենքերը, որոնք ուչենյաներին մասնակցում են։ Շատ սխալ կարծիք է, որ Չեչնիա Զիբիլանոց են լցրել։ Զիբիլանոցը տալիս էին հայերին, Զիբիլանոցը թողեցին Պրիդնեստրովիա, Զիբիլանոցը տվեցին բելարուսներին, այն պերիֆերիաները, որոնք անջատվեցին ռուսական կայսրությունից սովետ կոչված, իրանց տվեցին Զիբիլանոցը, բնական է իրանց ավելի լավը պահելով, ու այդ ավելի լավը նորմալ աշխատող էր, ուղղակի մարտական վիճակում, չի լինում առանց պրոբլեմներ, տենց բան չի լինում, անթերի օպերացիա։ Չասի լինում, բայց երբ որ սա հույսը դրել են տեխնիկայի վրա, տեխնիկայով անելու, որ իրանք հույսերը դրել էին, պլան A ունեն,
ու պետք է գան էդի սա վախցնեն կոպիտ Վաղուջան, ես մի քիչ առաջ ասեցի, վախցնելը, այո, վախցնելը, որ գան ու խաղաղ բնակիչները բորբոքված ելնեն, սկսեն բանը ցուցարարների փայտերով տանկերին խփել, բան, իրանք այդ հույսով էին, իրանք համոզված էին, որ այդպես է լինելու։ Այդ է խնդիրը։ Ոչ թե որ տեխնիկան փչացավ, տեխնիկան ինչ եղավ, այդ Շարասյան մեջ խոսքի 100 միավոր տեխնիկա էր, մեկը փչացավ, ելով կդիմանա։ Դրա համար գոյություն ունի, ասենք, բան, ուստավ, որ այդ տեխնիկան փչացավ, արագ էկիպաժը Պերեբրոսկայ արվում, եթե հակառակորդի տարածքում է ոչնչացվում է տանկը, եթե գրաված տարածքը տվյալ տեղը ես Գրոզնիում իհարկե չեմ եղել, բայց նեղ փողոցներ են եղել, չեն կարացել շրջանցել նույնիսկ։ Չեն կարացել շրջանցեն, որտեղ փողոցները մաքսիմալ նեղացվել են նախորոք նախապատրաստված չեչեններով։ Լայն պրոսպեկտները չեն կարացել նեղացնեն, բայց այն փողոցները, որտեղ ասենք двухсторонний движение ա եղել, այնտեղ փողոցները կարողացել են նեղացնեն։ Ինչով? Բորդուրներ են շարել։ Բորդուրներ են շարել նախորոք 91 թվականից Դուդաևին կանչելուց հետո, որ մենակ մարդուն չեն նախապատրաստել դիմադրությանը։ Իրանք երկիրն են պատրաստել նախապատրաստել, то есть երկիր ամրոց են սարքել, հասկանալով, որ երկաթ գիծը գալու է, ասենք, պրամոյ Գրոզնի հասցանի, ասենք, ռուսական զորքերը, իրանք կայրանի շուրջ բորդուրները բարձրացրել դարձրել են 40 քանի սանտիմետր։ То есть խելացի են եղել մարդիկ, ի տարբերություն ոմանց, խելացի են եղել։ Երկիրը ամրոցի են մաքսիմալ փորձել դարձնել եւ արդյունքում մեկին սկզբից 5, հետո մեկին 10, հետո մեկին 50 հարաբերակցությունով հələ կռվեին, պատերազմային, դիմադրեին։ Զրա տեխնիկան որ փչանում է։ Զրա տեխնիկան որ փչանում է, անջատվում է մեկ միավոր, չէ՞։ Հա, դա մեկ միավորի մասին է նշվում։ Փակում է ճանապարհը ու չեն կարող արդեն դեպի հասնեն օգնության երկաթուղային կայարան, երկաթգիծը դեպի քիչ ուժերով են մոտենում ու այդ ուժերին ոչնչացնում են շատ հեշտ։ Մեծ քանակի RPG-ներ են ունեցել։ Պատուհաններից, այնտեղ որտեղ զաչիստկա չի արվել։ Շենքի նկուղներից ու բարձր հարկերից արդեն վար են կարելի ասել երկու հարթության մեջ խաչաձև կրակ են անբացում, ասենք ներքևից եւ վերևից։ Այդ օպերացիայի ժամանակ ռուսները համարյա չեն կրակել։ Ներկաները ով ողջա մնացա, ասում են մենք չենք տեսնում որտեղից են կրակում, ոնց կրակենք։ Կրակել են խառը խշտիկ, բայց նպատակային չեն կրակել, որտեղ ամեն տեղից իրանց վրա լցվել է։ Չեչենական աղբյուրներից այդ բանը տեղ կոնկրետ 4-ը չեչեն ազով է։ 4-ը չեչեն ու իրանց դիմաց ասենք 100-ներ։ Դրանից հետո երբ որ սարքել են տեխնիկան մի երկու ժամվա մեջ մշտապես կրակի տակ, ազդեցության տակ այդ ժամանակ չէ, իրանց վրա չեն կրակել, այստեղ խնդիրը ուրիշ է, քարտեզ չեն ունեցել։ Քարտեզ ով ուներ, գնացել է արդեն ոչնչացվել է։ Տրվել են 74 թվի քարտեզներ, 74-ից 5 քարտեզներ ու ոչ բոլորն են ունեցել, հրամկազմը երևի անցել է։ Երկու անգամ մեծացել է։ Եկել են արդեն կորել են փողոցներում։ Նույնիսկ դեպք է եղել, երբ որ այդ երկաթուղայիներին պատահական օգնության են հասել առաջի կալոննան, որ ոչնչացվել էր ամբողջությամբ, իրանցից մի քանի տեխնիկա եկել հայտնվել է քաղաքում կորելուց հետո հայտնվել են, շատերը ոչնչացվել են տարբեր փողոցներում։ Եթե մի քիչ բան անենք, sense ոնց որ ասած ստացվել է, որ ռուսական բանակը բանակը չասեմ, այդ օպերացիային իրանք պլան մի հատ վախցնելու հույսով էին եկել։ Այսինքն կռվելու չէին եկել, դրա համար հավաքել էին տարբեր տեղերից զինվորականներ, նավաստիներին բերել էին Նակ դեսանտնիկի կամ չգիտեմ հատուկ ջոկատայինի գործ անելու։ Բանա հետևակին։ Հա, նավաստի չէ, նավաստիները կայ մեջը, Մայկովսկի այդ գրուպան, հյուսիսը հիմնականում նավաստիներով է բան եղել, կազմված է, նավաստիներից է կազմված եղել, էլ չեմ ասում, որ խառն էր ինքը շատ, իրար հետ համագործակցության և ներդաշնակցության խնդիր ունեին, անցած չէին, կապի խնդիր ունեին, կապի բացակայության դեպքում իրանց ուղղակի ասել էին գրավեք քաղաքը, բայց կոնկրետ չէին տա ասել, այս հրամանատարը դու ես զոնան ես վերցնում, դու ես
Մի խոսքով շատ Չէ, դե Զանալնի բաժանվել էր միգուցե, բայց ասենք բաժանվել էր այդ 4 ուղղության հրամանատարների միջև։ Հա, իսկ ավելի փոքր իր այդ տեղի հրամանատարները ավելի Դե փոքր որը չէին։ հասցրել են, արել են, որովհետև ասենք իրանք 2 օր են ունեցել նախապատրաստական։ 2 օրը բավականին Այդ մեծ քանակի մարդկանց համար քաղաքն էլ ունես չի որ քաղաքը մեծ է, բայց այդ քանակի մարդկանց համար այդ օպերացիան պետք է 2 ամիս գոնե պարապեին։ Հա, հնարավոր է։ Բանը ուրեմն 4-ը չեչեն ազովել, ուրեմն Կայրանի շուրջ բանը մոտակ բանը բերող դեպի Կայրան ճանապարհների վրա ընդամենը ու ճանապարհի վրա, ասենք այդ Կայրանից հեռացողները, մոտեցողները դե հարյուրներ են զոհվել, բայց ի պատիվ ռուս զինվորի ասեմ, որ Կայարանի դիմադրությունը եղել է ուրեմն բազմաթիվ հանձնվելու առաջարկություններ եւ այլն։ Միջև վերջ կռվել։ Ոչ մեկ չի հանձնվել, 8 զինվոր է վերջում մնացել Կայարանում դիմադրող։ Չէ, բայց դուրս են եկել։ Կայարանի սաստավը համարյա չել զոհվել։ Ապա չէ, այդտեղ բանա մի մասը դուրս է եկել, մի մասը մնացել է Կայարանում եւ Կայարանում վերջում 8 զինվոր է կռվել։ 8 զինվոր երկաթ գծի Կայարանում հետ նահանջը, ասենք, այնտեղ կարծեմ 8 հոգի չէր թողված ուրեմն, մի վաշտ է թողված եղել եւ վաշտից 8 հոգի են մնացել։ Հերոսաբար, ասենք, կռվել են։ Իրանք ավելի քիչ զոհ են տվել ամենայն դեպս, քան հյուսիս խմբավորումը։ Կարելի է մի խմբավորումը։ բան էլ ասել, դե սպեցնազ բան էլի ոնց որ ասես նավիսացիա, միակ բանը զորքի տեսակը, որը որ իր զոհվածներին, էլ չեմ ասում վիրավորվածներին մարտի դաշտում չի թողել այդ 4 խմբավորումներից։ Դա եղել են սպեցնազն։ Հա, դե թողելն էլ ասեմ, որ միջև գրավելը Գրոզնին, այդ գրավել են վերջնական մարտի 6-ին, միջև մարտի 6-ը դիակների մոտեցող չի եղել։ Հա, ու մոտեցող չի եղել ոչ ամեն տեղ, այնտեղ որտեղ պետք էր, որ Օրինակ տեսնեին, բանում երկաթուղային Կայարանի այդ հրամանատարը գնդապետ Սլավին, եթե չեմ սխալվում, այդ որ նշում եմ ազգանունները չեմ հիշում։ 3 բանը BMP-ը ոնց որ մոտեցել այդ կորածներից, որ եկել են իրանց օգնության, մի ձև հասել են։ Ու իրանք նստելով հրամանատարը դուրս են գալիս, գնում են դեպի հյուսիս խմբավորում ու ճանապարհին արդեն իրանց էլ են ոչնչացնում, այդ գնդապետին դիակը, չէ, այդ գնդապետի դիակը ժամանակ հանում են, բայց անձնակազմի ոչ բոլորին են կարում հանեն։ Ու արդեն մարտի 6-ին ընդ բարձրաստիճան սպաներ կային, էլի բարձրաստիճան չասեմ, բայց վաշտի հրամանատար կար, դասակի հրամանատար կար, ում դիակը արդեն անճանաչել էր, ժամով էին ճանաչում, հետո գենետիկական։ Նու դե, հա, Այդքան ժամանակ մնացել էր ու ինադու ձեռ չէին տալիս։ ինադու ձեռ չէին տալի, այնտեղ որտեղ Ռուսը չէր կարում ձեռ տար։ չեչենների հետ եմ, քանի որ տարածքը իրանց տնօրինության տակ էր, իրանք ինադու ձեռ չէին տվել, նույնիսկ չէին տեղափոխվել ինչ-որ նկուղ կամ եսին որտեղ, այն հատվածների դիակները, որոնք որ դիտարկվում էին ռուսական զորքերի կողմից, հոգեբանական ազդեցությունը եղել է ոչ միայն ասենք այն հայտնի ֆոտոներով, որ բանը բարի գալուց դժող, sense դաբրո բաժալվեց դժողքը արևելքի խմբավորումն է դրված, բայց հայտնի ֆոտոն ճիշտ ես ասում, այդ արևելք խմբի ճանապարհին է, որովհետև ինքը եղել է մեծ պատի վրա շատ լավ տպավորված եւ այդ շատ հայտնի ֆոտո է, որը որ աշխարհով ասենք սա լրատվամիջոցներով անցավ։ Դա չի եղել միայն էլի ասենք մարդկանց վրա ազդել այդ գրությունը, նաեւ դիակները, նաեւ ասենք պլեն ընկած բանը ռուսական զինվորներին, որ պարբերաբար բերում էին ճակատի մոտ, ասենք ռուսական զորքերի հետ, ասենք այդ շփման հատվածում եւ իրանց ստիպում էին, որ բանը տարբեր բառեր գոռան, այդ թվում նաեւ մորթում էին, սպանում, գնդակահարում էին։ Սկզբից այդ աստիճան լարված կռիվ կար, ասենք, բայց այդ մորթել բանը այտենց տարածված չէր։ Սպանելը տարածված չէր, հիմնականում ստիպում էին գոռալ, որ ես տուն եմ ուզում, մամայիս եմ ուզում եւ այլն, ես էս ինչն եմ, եկեք ինձ հանեք, բան արեք, փոխեք եւ այլն։ Հետագայում ավելի ասենք տարիներ հետո արդեն բաներ կամ ստրկություն, դե ասեմ ինչ տեղի ունեցավ էլի այդ օպերացիան դե ռուսի համար հաջող ավարտ, նո այդ կոնկրետ օպերացիան նշած տևելով 3 ամիս, ասենք հաջող ավարտ ունեցել է, բայց հենց իրանք նախատեսել են 2 օրվա մեջ այդ հարցերը լուծեին,
նույնիսկ նոր տարվա շտուրմ էր կոչվում, նոր տարվա գրոհ էր կոչվում այդ օպերացիան։ Ստացվավ մարտի 6-ին նոր վերցրին բայց ոչ Դուդաևին կարողացան գերեվարել ոչ մի բան։ Իրանց քաղաքը վերցնելը շատ մեծ օգուտ չտվեց։ Արդեն վերցրեցին փլատակներից, ասենք, ու Դուդաևին ворս էին հայտարարել Դուդաևի, Բասաևի բոլորի ու Դուդաևին կարողացել են դեռ այդպես փայլուն կերպար չէր, արդեն հայտնի էր սամալյոտ էր գողանում, տանում էր Թուրքիա։ Երկու հայտնի, ասենք, մարդային, ովքեր որ անվիճելի էին, ատե ուրեմն համ վարվեց Դուդաևի աստղը, որը առանց դրա էլ վառ էր, ու մեկ էլ, ասենք, շատ անծանոթ, ասենք, հանրությանը Ասլան Մասխադովը շտաբի պետը ինքը, ասենք, զորավարի լուրջ իմիջ ձեռք բերեց եւ սկսեց փայլել դրա համար, երբ որ Դուդաևին խոցեցին, հենց գրոզնու բաններ իր կազմակերպված դիմադրություններ շտաբի պետի, որ ինքը դառավ երկրորդ նախագահ։ Հա, բայց արդեն այդ ուժը չուներ, այնտեղ արդեն դեպի տերորիստական խմբավորումների արդեն հիմնականում չէ, միայն պարտիզանական պատերազմներ էթում եւ որոշ խմբավորումներ ահաբեկչական գործողություններ էին անում Չեչնիայից դուրս։ Հա, դրանից հետո Դուդաևին 96 թվականին ոչնչացրին, 2 հատ միգ էին հանել իրան խփելու համար։ Հեռախոսազանգ Սպուտնիկովի հեռախոսով Բասաևին էլ, եթե չեմ սխալվում, 2006-ին էլի նույն ձևով խփեցին։ Այդքան չեմ հիշում։ Մի խոսքով արդեն գնաց դեպի տերորիստական, դրանից հետո պարտիզանական Չեչնիայի պարտիզանական ու հա, հետո շատ Բասաևը 200 հոգով Դաղստան ա մտել արդեն, դրանից հետո սկսեց երկրորդ չեչենական Բասաև Խատաբ խմբավորումը, որը որ կարծիք կա, որ ինքը ռուսական հատուկ ծառայություններից բան էր արել, որտեվ Խասավ յուրտում պայմանավորվածություն բան էին եղել, ստորագրել, որ զինադադարը, ու զինադադարը հիմնականում պահում էր Դուդաևը, հիմնականում այդ Խասավ յուրտասկի Սագլաշենյաները, որը հեղինակը Լեբեդզն էր, գեներալ Լեբեդզը, եւ Բասաևը եւ Խատաբը մտան Դաղստան, որպեսզի ստիպեն, որ Չեչնյան պատերազմի, որ հակահարված կլինի Ռուսաստանի խախտվի պայմանավորվածությունները եւ այլն։ Հա, կարա լինի։ Դրանից հետո արդեն իրենց տերորիստական ակցիաները շատ ա եղել։ Իրանք երկու չեչենական գյուղ կար Դաղստանում, իրանք այդ գյուղերը գնացին վերցրեցին եւ այդ գյուղերի պոտենցիալով գրավեին Դաղստանում, խնդալու էր։ Դաղստանում 3 միլիոն բնակչություն կար, երկու գյուղով մի քիչ դժվար։ Իրանք ուղղակի բան են արել, պրովոկացիա են արել, ոնց որ արդեն հետագայում Նորդոստում արեցին, Բեսլանում արեցին։ Իսկ ինչ հետևություններ կարանք անենք, ասենք, իմ սիրած թեմայով Դավիթը Գոլիաֆի դեմ էլի, ասենք։ Հետևությունը այն է, որ կազմակերպված, լավ պարապած, կազմակերպել նախորոք, ոչ թե պարապած նախորոք 2000 հոգանոց խումբը, որին աջակից մինչև 10,000 հոգի դառան, ասենք, то есть մինչև 8,000 հոգի աջակից խմբով, չունենալով գրեթե ոչ մի զրահատեխնիկա եւ ծանր զենքի տեսակ, բայց լավ դիսցիպլինա, չնայած ծանր զենքեր ունեն։ Դիսցիպլինա, չէ, սկզբից ունեցել են այդ դիսցիպլինան կար այդ կաստյակում, այդ 2000-անով, բայց այդ կաստյակը որտեղ հաստատ այդ 2000-ը իրար հետ չէին, բաժանված էին տարբեր ստորաբաժանումներում ու հիմնականում չզինվորականների մոտ այդ զինվորական դիսցիպլինա շատ բան կա, ֆիլմ կա այդ առումով, բանը ինքը պրոպագանդիստական ֆիլմ է, նկարել է մեծ հայասեր, բան, Նևզորովը, մի ուրիշ ձևի իրան սիրում են, որտեվ Պուտինին ա կֆրտում, էլի, իդիոտները, որ ինքը հայերին դեմ հաչում էր, ասենք տարիներով էդի մեր իդիոտները, ասենք, կուրսի չեն։ Ոնց որ արևմտյան ուկրաինացիք, որ հայերի դեմ կռվում էին, մեր իդիոտները կուրսի չեն։ Ես մի քիչ վատ հիշողություն ունենալով մեր հակառակորդներին լավ եմ հիշում։ Նևզորովը ֆիլմ էր նկարել, Չիստիլիշի անունով։ Այս չեմ տեսել։ Չիստիլիշան շատ դաժան սցենաներով ֆիլմ է, բանա նատուրալիստական, այնտեղ շատ տարբեր բաներ կա, բայց այս քո ասացի կոնտեքստում այնտեղ մի հատ ռուս ենթասպա է անգնում չեչենների ձեռը եւ բանա ինքը լացելով ասում է մի բան, որը որ հիմա մենք ուղիղ թեզով
ասենք կարմիր թելով անցկացնում ենք բանը գրոզնու գրոհի մասին необученные они только бордюры красить умеют. То есть պարապած չեն իրանք, մենակ բորդուր ներկել գիտեն։ Այ դե հիշացնում եմ, մեզ է հիշացնում։ Չէ, դե մենք պարապում ենք, Չէ, միջև 20 թիվը, հիմա 20 թվից հետո բոլորը մենակ պարապում են։ Առավոտից իրիկում պարապում ենք։ Գոնե ասենք 20 թվից հետո հետևություն են կարել, էլի։ Բորդուր ներկել вообще մոդա չի հիմա, մենակ պարապել։ Չէ, բորդուր հիմա ներկում են հատուկ աշխատակիցները։ Զինվորների վրա չեն թողում։ Քիչ ասենք անձնակազմը, բայց լավ պարապած, նույնիսկ չունենալով ծանր զենք մինիմում համադրելի քանակներով, ասենք, հարձակվողի հետ, չունենալով ավիացիա, որտեղ ավիացիայից իրանք երբեք չեն կարացել տեղանքը, դե բնական է, ասենք, երկիր ամրոց դարձնելով, ազգը բանակ դարձնելով, լավ պարապած կաստյակ ունենալով եւ ազգը բանակ դա նշանակում է մինիմալ պարապած, իսկ Չեչնյան սիրում է ոչ թե նարկոտիկներ, պլան, մլան, իրանց մոտ բարբենա շատ տարածված, то есть классик вольник, բոքս շատ տարածված, то есть այն բանը ինչ որ պիտի հայա լինի, չեննա չգիտես խի։ Այն ինչ որ պիտի հայա լինի, հերու լինի, ասենք զակլատկեքից ու այտենց տականքների հետ, ասենք, շփվելուց մանավանդ իրանց ֆինանսավորելուց այդ նարկոտիկ ծախող տականքների հետ եմ էլի, ասենք, տելեգրամներով, եսիմ ինչերով, հերու մնա հարբեցողությունից, պատրաստվի իր ընտանիքը պաշտպանելուց, то есть Չեչենը էդի արել է այն վաղտ, հիմա էլ է անում զարմանալիորեն 20 տարի պատերաբանը թույլտվություն չունենալով բանակում ծառայելուց չեչենական բոլոր երիտասարդությունը ոստիկանություն էր ընդունվում, չնայած նույնիսկ եթե գողական անուններ էր կրում, գողական կլիչկեք եւ գողական գաղափարախոսության կրող էր, ոստիկանական պագոն էր կրում կես տարի, պատրաստություն էր տեսնում այդ կես տարվա մեջ, նոր եթում էր տուն, հետաքրքիր ժողովուրդ են արա, չլինի միշտ ազգ բանակ են ուզեցել ունենան եւ աշխատում են այդ ուղղության վրա եւ երկիրը ամրոց են միշտ պահում։ Գուցե։ Ինչքանով էր գրոզնու մասին չգիտեմ։ Լավ, այսքանով վերջացնենք, հա։ Հա, այսքանով վերջացնենք։ Երևի արդեն շատ երկար։ Հերթական անգամ հիշեցնելով, որ like, share եւ այլն։ Եվ այլն այս անգամ ես եմ ասում, բայց հետն էլ մի մոռացեք, էլի Այր ջան, սա զրույց է, ոչ դաս է պատմության, ոչ էլ ասենք ռազմագիտության դաս է։ Մենք ուղղակի հայր եւ որդի զրուցում ենք։ Տեսություն։ Հաջողություն ձեզ։ Всё.